Ծննդոց, գլուխ 37 Հակոբը բնակվեց Քանանի երկրում, իր հոր պանդխտության երկրում։ Ահա սրանք են Հակոբի սերունդները։ Հովսեփը 17 տարեկան էր և իր եղբայրների հետ տարածեցնում էր հոտերը։ Նա պատանի էր իր հոր կանանց Բաղայի և Զեփխայի որդիների հետ։ Հովսեփը նրանց մասին չար լուրերը հայտնում էր իրենց հորը։ Իսրայելը իր բոլոր որդիներից ավելի էր սիրում Հովսեփին, որովհետև նա իր ծերության որդին էր, և թևքերով պատմուջան էր կարել նրա համար։ Նրա եղբայրները տեսան, որ իրենց հայրը նրան սիրում է իր բոլոր եղբայրներից ավելի, ատեցին նրան և չէին կարողանում նրա հետ խաղաղ խոսել։ Հովսեփը մի երազ տեսավ և պատմեց իր եղբայրներին, և նրանք ավելի ատեցին նրան։ Եվ ասաց նրանց. «Լսեք խնդրեմ իմ տեսած այս երազը։ Մենք դաշտում խրձեր էինք կապում, և ահա իմ խուրձը բարձրացավ և կանգնեց ուղիղ, իսկ ձեր խրձերը կանգնեցին նրա շուրջը և երկրպագեցին իմ խրձին»։ Նրա եղբայրներն ասացին նրան. «Իրոք մեզ վրա թագավորելու ես կամ իրոք տիրելու ես մեզ վրա»։ Եվ նրա երազների և խոսքերի համար նրան ավելի ատեցին։ Մի ուրիշ երազ էլ տեսավ և այն պատմեց իր եղբայրներին ասելով. «Մի երազ էլ տեսա, ահա Արեգակը, Լուսինը և 11 աստղեր երկրպագություն էին անում ինձ»։ Եվ պատմեց իր հորն ու իր եղբայրներին։ Իր հայրը հանդիմանեց նրան և ասաց. «Այդ ինչ երազ է, որ տեսել ես։ Միթե ես, քո մայրը և քո եղբայրները գալու ենք, որ մինչև գետին խոնարհություն անենք քեզ»։ Եղբայրները նախանձեցին նրան, բայց հայրը պահեց այս խոսքը։ Նրա եղբայրները գնացին Սյուքեմ արածեցնելու իրենց հոր հոտերը։ Իսրայելն ասաց Հովսեփին. «Ահա քո եղբայրները Սյուքեմում հոտեր են արածեցնում, արի քեզ ուղարկեմ նրանց մոտ»։ Եվ նա ասաց. «Ահա ես այստեղ եմ»։ Իսրայելն ասաց նրան. «Գնա տես, քո եղբայրներն առողջ են և ոչխարները ողջ են, ու ինձ լուր բեր»։ Եվ նրան ուղարկեց Քեբրոնի հովտից, և նա եկավ Սյուքեմ։ Երբ նա թափառում էր դաշտում, մի մարդ հանդիպեց նրան և հարցրեց. «Ինչ ես փնտրում»։ Նա ասաց. «Իմ եղբայրներին եմ փնտրում։ Ասա ինձ խնդրեմ, որտեղ են նրանք արածեցնում»։ Այն մարդն ասաց. «Նրանք հեռացան այստեղից, որովհետև լսեցի, որ նրանք ասում էին գնանք Դոթայիմ»։ Հովսեփը գնաց իր եղբայրների ետևից և նրանց գտավ Դոթայիմում։ Երբ ինքը դեռ չէր մոտեցել նրանց, եղբայրները հեռվից տեսան նրան և դավադրություն արեցին, որ սպանեն նրան։ Եվ միմյանց ասացին. «Ահա գալիս է այն երազ տեսնողը։ Եկեք հիմա սպանենք նրան և գբերից մեկի մեջ գցենք նրան, և ասենք, թե մի գիշատիչ գազան կերել է նրան, տեսնենք, թե ինչ կլինեն նրա երազները»։ Ռուբենը դա լսեց և նրանց ձեռքից ազատեց նրան ասելով. «Չսպանեք նրան»։ Եվ Ռուբենն ասաց նրանց. «Արյուն մի թափեք։ Գցեք նրան այս գուբը, որ այս անապատում է, և ձեռք մի տվեք նրան, որպեսզի նրան ազատեր նրանց ձեռքից և վերադարձներ իր հորը»։ Երբ Հովսեփը եկավ իր եղբայրների մոտ, Հովսեփին մերկացրին իր պատմուջանից, այսինքն իր վրայի թևքերով պատմուջանից, և նրան առան ու գուբը գցեցին։ Գուբը դատարկ էր, մեջը ջուր չկար։ Ապա նստեցին հաց ուտելու։ Վեր բարձրացնելով իրենց աչքերը, տեսան, որ իսմայելացիների մի քարավան է գալիս Գաղաադից, և իրենց ուղտերը համեմներով, բալասանով ու զմռսով բեռնած գնում էին, որ տանեն ցած Եգիպտոս։ Եվ Հուդան ասաց իր եղբայրներին. «Ինչ օգուտ, եթե սպանենք մեր եղբորը և թաքցնենք նրա արյունը։ Եկեք նրան վաճառենք իսմայելացիներին և մեր ձեռքը թող նրան չդիպչի, որովհետև նա մեր եղբայրը, մեր մարմինն է»։ Եվ նրա եղբայրները լսեցին։ Երբ մադիանացի վաճառականներն անցնում էին, Հովսեփին քաշեցին, դուրս հանեցին գբից և 20 արծաթով Հովսեփին վաճառեցին իսմայելացիներին։ Նրանք էլ Հովսեփին տարան Եգիպտոս։ Ռուբենը դարձավ դեպի գուբը, և ահա Հովսեփը գբի մեջ չէր, և նա պատառոտեց իր հագուստները, վերադարձավ իր եղբայրների մոտ ու ասաց. «Պատանին չկա, հիմա ես ուր գնամ»։
Եվ վերցրին Հովսեփի պատմուճանը, այծերից մի նոխազ մորթեցին և պատմուճանը թաթախեցին արյան մեջ։ Ապա ուղարկեցին թևքերով պատմուճանը և բերեցին իրենց հոր մոտ և ասացին. «Գտել ենք սա, հիմա ճանաչիր, թե սա քո որդու պատմուճանն է, թե ոչ»։ Նա ճանաչեց այն և ասաց. «Իմ որդու պատմուճանն է, մի գիշատիչ գազան կերել է նրան, Հովսեփն անպատճառ հոշոտվել է»։ Հակոբը պատառոտեց իր հագուստները, քուրձ կապեց իր մեջքին և շատ օրեր սուգ արեց իր որդու համար։ Նրա բոլոր որդիներն ու բոլոր աղջիկները եկան մխիթարելու նրան, բայց նա չէր կամենում մխիթարվել և ասաց. «Ես սուգով կիջնեմ գերեզման իմ որդու մոտ»։ Եվ նրա հայրն այդպես ողբում էր նրա համար։ Մադիանացիները Եգիպտոսում Հովսեփին վաճառեցին փարավոնի ներքինի պետափրեսին, թիկնապահների պետին։